Երևանի ավագանու որոշման համաձայն, եթե շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար հաշվարկված տուրքի գումարը գերազանցում է 400 միլիոն դրամը, ապա 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն, տարեկան առավելագույն դրույքաչափը սահմանելով 400 միլիոն դրամ, այսինքն դա սահմանված է որպեսզի առավելագույն դրույքաչափ եւ ավելի բարձր գումար չի գանձվի, նույնիսկ եթե ըստ հաշվարկների պետք է ավելի շատ գանձվի։ Ըստ հիմնավորման որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է կառուցապատողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու նպատակով։ Եթե դիմումատուն իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ, ապա կկարողանա օգտվել ավագանու սահմանած արտոնությունից։ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ շինարարական եւ այլ ծառայությունների մատուցմամբ զբաղվող 18 տարբեր ընկերություններ 2023-ից 2024 թվականների ընթացքում առանց իրական ապրանքաշրջանառության դուրս գրված կեղծ հարկային հաշիվները ներառել են ընկերությունների ավելացված արժեքի հարկի հաշվետվություններում։ Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության փոխանցմամբ վերոնշյալ գործողությունների հետևանքով ընկերությունները ստացել են ԱԱՀ-ի դեբետային գումարները միասնական հաշվին որպես գերավճար ձևակերպելու, ինչպես նաև շահութահարկի հաշվարկում կեղծ տվյալներ ներառելու, ավել նվազեցումներ հայտարարագրելու միջոցով շահութահարկ վճարելուց խուսափելու հնարավորություն, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործառույթները պետք է փոխանցվեն պետական վերահսկողության ծառայությանը։ Պետական վերահսկողության ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ Ըստ Պետրոսյանի անհրաժեշտ օրենսդրական դրույթների ընդունմամբ այդ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը կհանվի ֆինանսների նախարարության կառուցվածքից։ Այս գործառույթը կիրականացնի նոր մասնագիտացված ստորաբաժանումը։ Այն կստեղծվի հատուկ այս նպատակների համար եւ պետական վերահսկողության ծառայության մաս կդառնա։ Խոսքը ֆինանսա-բյուջետային վերահսկողության վարչության մասին է, ասել է Պետրոսյանը։